Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է AIP հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչյանյանը։ Բարև ձեզ, պարոն Փախչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Մի քանի թեմա կա, որ կուզենայինք այսօր որքանով ժամանակը թույլ տա քննարկել։ Վերջերս հոդված էիք գրել, որտեղ իմասնավորի նշել էիք, որ ժողովրդավարական պետությունները գնալով կարծես ավելի անարդյունավետ են դառնում ավտորիտար երկրների ֆոնին, որտեղ այդ ավտորիտար երկրներում որոշումները ավելի արագ են կայացվում։ Ավելին, այդ ժողովրդավարական երկրներն են նմանվում այդ մենապետություններին։ Այս առումով ինձ հետաքրքիր է, պարոն Փախչյան, ձեր կարծիքը, նշանակում է այս գլոբալ տենդենսը արդյոք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները եւս այդ ռիսկի մեջ են, որ գնալու են դեպի այդ ավտորիտարիզացմանը եւ այլևս այն ժողովրդավարության բաստիոնը, որ մենք մեզ հռչակել ենք, դա այլևս նրանք չեն կարողանա կապիտալիզացնել միջազգային հարաբերություններում։ Դե վերջերս ես նայում էի հարցազրույց Չեխիայի այստեղ դեսպանի հետ, որին բացահայտ հարցրեցին, արդյոք չեք տեսնում, որ Հայաստանում կան միտումներ դեպի այսպես մենապետական դրսևորումներ իշխանության մեջ եւ նա ասաց, որ մենք դեռ դիտում ենք Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր եւ կարծում ենք, որ Հայաստանը զարգանում է որպես ժողովրդավարական երկիր, սակայն ուշադրությամբ նաեւ դիտում ենք այն, ինչ կատարվում է Հայաստանում։ Սա ինչ է նշանակում, որ ամեն դեպքում իրենք չեն կարողանում միանշանակ ասել, որ ոչ մի բան չի կատարվում։ Իրենք են տեսնում եւ ինչ որ մեղմ խոսքերով, գործընկերային ժարգոնով, բայց մատնանշում են դա։ Հիմա թե որքանով է դա լինելու համակարգային կամ դա որքանով է ընդհանրապես ընտրություններից առաջ քաղաքական պայքարի արդյունք, դա դժվար է ասել։ Սակայն խնդիրը այստեղ իշխանությունները չեն։ Խնդիրն այն է, որ Հայաստանում չկա ժողովրդավարական մշակույթ։ Եվ այն, որ արդեն չկա, դրան գումարվում են նաև այն բոլոր միտումները, որ աշխարհից են գալիս, իսկ այդ միտումները դրանց հիմնական երկու բաղադրիչներն այն են, առաջինը, որ բոլոր երկրները պիտի ավելի կոշտ դիրքորոշումներ ունենան, շատ արագ են իրադարձությունները կատարվում, աշխարհը արագ վերաձևավորվում է, վերափոխվում է եւ դու չես կարող ունենալ իշխանություն, որը ամեն րոպե կասի ես գնամ մատ խորհրդանի հետ խորհրդակցեմ, մատ գնամ ժողովրդի հետ խորհրդակցեմ։ Իշխանությունները ստիպված են անընդհատ ստանձնել ինչ որ պարտավորություններ, որոնք շատ հաճախ իրենց մանդատից այն կողմ են, բայց ուղղակի հնարավորություն չկա այս նոր իրականության մեջ լինել շատ ժողովրդավարական, անընդհատ խորհրդակցական վիճակների մեջ։ Մենք տեսնում ենք օրինակ Եվրոպայի օրինակով արդեն ամերիկացիներն շատ հաճախ ծաղրում են եվրոպացիներին, մատնանշելով, որ իրենք չունեն որոշակիություն իրենց քաղաքական ընտրությունների մեջ, իրենց միջազգային ներկայացության մեջ, ով են իրենք չունեն այսպես արտաքին գործոս նախարար կոպիտ ասած մարդ, ով աշխարհի հետ եվրոպայանից հարաբերություններ կհաստատի։ Ամեն երկիրը փորձում է դա անել անկախ, բայց արդյունքում ստացվում է, որ քաոս է, կանթատ քաոսի է վերածում եւ որոշումներ չեն կայացվում։ Հիմա քանի որ դա այդպես է, մենք այսպես թե այնպես այդ արտաքին ճնշումներ ունենք, որպես երկիր եւ իշխանություն որպես իշխանություններ գնալ քայլերի, որոնք ասենք շատ հաճախ ժողովրդի համար դառնում են անակնկալ։ Մեր վարչապետը գնում է Ամերիկայում, ստորագրում է պայմանագիր Թրամփի ներկայացում։ Այդ պայմանագրի մասին մենք իմանում ենք հեռուստատեսությամբ։ Ժողովրդավարական երկրում բնականաբար պետք է դա լիներ ներքին քննարկում, արդյոք մենք գնում ենք այդ խաղաղության պայմանագրի չեն գնում եւ այլն, բայց նման բան չի եղել, մենք դա իմանում ենք բոլորի հետ մեկտեղ, ինչպես ասենք ցանկացած մի այլ երկիր, չնայած դա վերաբերում է մեր ճակատագրին, բայց դա դարձել է սովորական բան։ Դա միայն Հայաստանին չի վերաբերում։ Եվրոպայի ներկայացուցիչը գնում է Ամերիկա եւ նույն երեկո Թրամփի հետ ստորագրում է պայմանագիր, որ բավականին նվաստացուցիչ է Եվրոպայի համար եւ Եվրոպայից բավականին մեծ ներդրումներ է ակնկալում ԱՄՆ-ում, դրա դիմաց համարյա ոչինչ։ Բայց ոնց որ բոլորը փաստի առջև կանգնած դա ընդունում են։ Աշխարհը այդ առումով փոխվել է։ Ժողովրդավարական մոդելը աշխատում էր, երբ որ ժամանակները ավելի հանգիստ էին եւ պետք էր սոցիալական կոնսենսուս, որպեսզի երկրի ներսում լինի խաղաղ, հաշտ միջավայր եւ երկիրը զարգանա։ Հիմա ճգնաժամային վիճակ է աշխարհում։ Եվ այդ ճգնաժամը պարտադրում է նոր մոդելներ, նոր ձևաչափեր։
բայց նաև ազատություն է տալիս։ Եթե հիմա ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփը կարող է բավականին ավտորիտար վարքագիծ ցուցաբերել եւ չնայած դեմոկրատական կուսակցությունը անդադ բողոքում է դրա դեմ, բայց իրանք էլ իրենց բողկերն են կերել Ուկրաինայի հետ պատերազմի հետ կապված հիմա իրենք էլ են անդադ ենթարկում քննադատության, ինչպես է ստացվել, որ երկրի այն ժամանակվա նախագահը փաստացի միակողմանի առանց համաձայնեցնելու կոնգրեսի հետ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին հիբրիդային նույնը հիմա Թրամփն է անում։ Հիմա Թրամփն էլ ինչ-որ որոշումներ է կայացնում, ասենք, որոնք ընդհանրապես ասած պատմականորեն միշտ նախագահը գոնե իր կուսակցության հետ համաձայնեցնում էր։ Էլ չեմ ասում, որ սովորաբար նաև կոնգրեսին ներկայացնում էր եւ ինչ-որ աջակցություն էր ստանում մինչեւ այդ քայլերին գնալը։ Այս իրավիճակը աշխարհում մեկ է եւ բնականաբար եթե աշխարհում մեկ է, ապա Հայաստանի վրա էլ է դա։ Ի վերջո այս իրավիճակը ինչի կհանգեցնի, ինչ նոր մոդել մենք կարող ենք ստանալ այս ամեն ինչի հետևանքով։ Ինչ սելեկցիա տեղի կունենա քաղաքական, հասարակական։ Այսպես ասեմ, բոլոր երկրներում միշտ էլ պատմականորեն էլ եղել է ինչ որ հավասարակշռություն, իշխանավորման տոտալիտար եւ ժողովրդավարական մեթոդների միջև։ Անկամ նույն եթե վերցնենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնտեղ էլ այն ամենակարևոր ազգային անվտանգության հետ կապված կամ աշխարհում առաջատար դիրքեր ստանձնելու հետ կապված բոլոր որոշումները իրագործվել են տոտալիտար մեթոդներով, ասենք տիեզերական ծրագիրը դեպի լուսին գնալու կամ ջուկային ռումբի մշակման ծրագիրը իրագործվել են այսպես կենտրոնացված շատ նման նրան ինչպես արվում է մոբիլիզացիա է տեղի ունեցել բոլոր ռեսուրսները ռեսուրսի մոբիլիզացիայի մոդելով, որը ենթադրում է ուղիղ կառավարում, ուղիղ ծախսեր, շատ մեծ ծախսեր, ահռելի ծախսեր, որոնք կարող են բյուջեի մի զգալի մասը կազմել, բայց դա ազգովի ընդունվում էր որպես միակ ճանապարհ դեպի նոր իրականության մեջ հաստատվել։ Հիմա իրավիճակը աշխարհում այնպեսին է, որ դա դարձել է հիմնական մոդելը գործողության, ոնց որ որոշումները հիմնականում այդպեսին են դառնում եւ քաղաքական եւ տնտեսական, այլ ոչ թե գնում են երկար ժողովրդավարական քննարկման եւ կոնսենսուսի մոդելով, որը այս պահին շատ անարդյունավետ է եւ դարձյալ ես վերջերս լսում էի քաղաքականության հետ որևէ կապ չունեցող մի յութուբերի, որը գիտնական է, ֆիզիկոս է, ելույթը, որը ասում էր, որքան մենք կարող ենք այսպես անդադ պարզագույն բաներ ձգձգել, ինչա թե բոլոր հետ պետք է համաձայնեցնենք։ Այդ տեսեք Ամերիկան ինչպես է մեծ քայլերով առաջ գնում, ասենք այդ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներին աջակցելու, պետական աջակցություն ցուցաբերելու տեսակետից եւ այլն։ Իսկ մենք անընդհատ քննարկումների մեջ ենք այստեղ եւ այդ պատճառով էլ ոչինչ չունենք նոր տեխնոլոգիական ընկերություններ, չունենք մեր սեփական know-how-ն այդ ոլորտում համարյա ամեն ինչ ետ ենք մնացել։ Պետք է արագ հասնել աշխարհի յետևից, անգամ Ռուսաստանն է մեզ շատ հարցերում շրջանցել, տեսեք, ասենք Ուկրաինայում իրենք կարողանում են զենք արտադրել այնքանակի, ինչ մենք ամբողջ Եվրոպայում չեն կարողանում արտադրել, որտեղ դարձյալ այն մեթոդները, որ մենք օգտագործում ենք, չեն համապատասխանում խնդրին։ Եւ հենց որ աշխարհում հաստատվում է լարվածություն, այդ ժողովրդավարական մոդելը նվազում է, իսկ մենապետական ոճը աճում է։ Հիմա թե կբերի դա արդյոք նրան, որ երկրներում որոշ երկրներ, որոնք չունեն ուժեղ ժողովրդավարական մշակույթ, ուղղակի ամբողջը միանգամից կդառնա մենապետական եւ այլևս չի վերադառնա իդ։ Դա լավ հարց է։ Ես այդ հարցին պատասխան չունեմ, ոչ ոք չունի։ Չգիտես ինչպես կլինի, որովհետեւ մենապետությունը իր խնդիրներն ունի։ Այսինքն նույնիսկ ուկրաինական կոնֆլիկտի, որը որ Եվրոպայում երկրորդ համաշխարհայինից հետո ըստեյության ամենամեծ կոնֆլիկտն էր, դրա ավարտից հետո ոչ մի երաշխիք չկա եւ ավելին գրեթե բացառվում է, որ կվերադառնանք նախկին մոդելին, այո։ Կարծում եմ, որ այո, կարծում եմ, որ նախկինի ժամանակները, նախկին մոդելը աշխարհի այլևս չի լինի եւ կարծում եմ, որ քանի որ այս պահին մենք տեսնում ենք տնտեսական կտրուկ աճ եւ այսպես աշխարհի տնտեսության մեջ ավելի դոմինանտ դիրք զբաղեցնելը այն երկրների կողմից, որոնք իրենց բնությամբ բավական մենապետական են, ու դարձյալ ասեմ բացարձակ մենապետական չեն, նույն Չինաստանում, չնայած անընդհատ ոնց որ կոմունիստական կուսակցություն Չինաստանի իշխանության գլխում, սակայն այնտեղ էլ կան ընտրություններ,
Այնտեղ էլ կան կուսակցության ներսում որոշակի թևեր կան, իհարկե, աշտարակներ կան։ Ուզում ասեմ, այնտեղ փակ համակարգ է։ Այո, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այնտեղ կա որոշ քաղաքական process, այն զրոացված չի։ Երևի միակ երկիրը, որտեղ դա բացարձակ զրոացված է, կամ հազվագյուտներից մեկը դա Հյուսիսային Կորեան է։ Երևի Թուրքմենստանը։ Նման երկրներ, որոնք մի քիչ արդեն ծաղրանքի առարկա են դարձել։ Մնացած բոլոր երկրներում ամեն դեպքում կան քաղաքական process-ներ եւ կարծում եմ, որ այդպես էլ կմնա, որովհետեւ դե մենք տեսնում ենք պարզ օրինակով, որ բացարձակ մենապետական մոդելի մեջ չկա զարգացում։ Պարոն Փախչյան, այս ընդհանուր կացայի մեջ, գլոբալ կացայի մեջ, եթե այսպես արտահայտվենք, մեր իշխանությունները այսօրվա վարկագիծ ինչպես է գնահատում, ճիշտ է, ռացիոնալ է, պրագմատիկ է։ Օրինակ, մի հստակ ու շատ թարմ օրինակ ասեմ ձեզ, երբ որ վարչապետը Գերմանիայից ուղիղ չվերթով, այսինքն իր ինքնաթիռով գնում է Մոսկվա։ Մենք հասկանում ենք, հա, սիմվոլիզմը այս ամբողջի։ Մի կողմից Գերմանիա, որը որ այսօր հակառուսական քաղաքականության լոկոմոտիվն է, այդ պետության մայրաքաղաքից գնում է Մոսկվա մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս կոմպլեմենտարիզմը, չնայած հիմա նրանք ասում են բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն, սա հենց ձեր նկարագրած process-ների արտացոլանքն է, սա ինչ է։ Դե գիտեք, Վիտկովն էլ մեկ գնում էր Մոսկվա, մեկ գնում էր Կիև, հետո գալիս էր Բաքու, հետո Երևան, էլի տարբեր շարժումներ էր անում։ Այսօր քաղաքականությունը դարձել է ավելի ռեալ պոլիտիկ։ Այսօր քաղաքական գործիչները ավելի քիչ են ուշադրություն դարձնում ֆորմալիզմին, որովհետև այն այլևս ոչ ոքի չի հետաքրքրում։ Այսօր քաղաքականությունը իդեպ դա դրական կողմն է, որը կարող է բերել նրան, որ ժամանակի ընթացքում կառաջանա որոշակի վստահության դաշտ պետությունների միջև։ Այն գործում է իրականությունից ելնելով քաղաքականությունը, ինչպեսին կա, այնպեսին կա, ոչ ոք ոչ մի չի թաքցնում այլևս։ Այդ ձևականությունը ոչ ոքի այլևս չի հետաքրքրում եւ նաեւ միջպետական հարաբերություններում։ Ու դա միշտ այդպես է, երբ որ կա ճգնաժամ։ Երբ որ հանգիստ ժամանակներ են, մարդկանց համար կարևոր է թե ինչ գույնի մեքենա դու ունես։ Երբ որ դաժան ժամանակներ են, դա արդեն ոչ ոքի չի հետաքրքրում։ Ձևական կողմը։ Եվ այդ առումով երևի թե եթե դա չի բերել այդ վարչապետի այդ քայլը չի բերել որևէ խնդրի կոնֆլիկտի Գերմանիայի հետ կամ Ռուսաստանի, լրիվ նորմալ քայլ է։ Իմ պատկերացմամբ այսօր որքան ես եմ դա հասկանում ու ես քաղաքագետ չեմ։ Ես կարող եմ դատել միայն իմ Հայաստանի քաղաքացու տեսակետից որոշ չափով տեղեկացված։ Իմ պատկերացմամբ այն ինչ որ կատարվում է դա մենք մտնում ենք իրական անորոշության դարաշրջան, որը կտևի մոտ 30-40 տարի աշխարհում։ Նոր տնտեսական իրականության եւ այսպես գլոբալ աշխարհակաղակական իրականության հաստատման շրջան ենք մտնում։ Եվ բոլոր երկրները փորձում են իրենց տեղը գտնել այս նոր իրականության մեջ։ Եվ եթե նախկինում միջև Թրամփի իշխանության գալը ամեն ինչ բավական սև ու սպիտակ էր, կար արևելք, արևմուտք եւ ինչ որ այսպեսի տարբեր աշխարհակաղակական մշակութային իրականություններ, որոնց շուրջ ամեն ինչը միավորված էր։ Ոնց որ կար այսպեսի ընդհանրական արևմուտք, որը բոլորի ընկալմամբ մի դիրքորոշում ուներ։ Հիմա դա պարակտվեց։ Մենք տեսնում ենք, որ այդտեղ կան տարբեր ընկալումներ եւ որոշակի անհամաձայնություններ եւ տարբեր շահերի առաջխաղացումներ։ Դրա հետ մեկտեղ նույն ԱՄՆ-ն, որպեսզի չկորցնի իր աշխարհում առաջնային դերակատարումը, փորձում է գտնել լուծումներ եւ հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, որոնց հետ նախկինում նույն ԱՄՆ-ն չի ունեցել այնպիսի հարաբերություն, ինչը հիմա իր համար անհրաժեշտ է որ լինի։ Եվ նա սկսում է, ասենք, ամբողջ Չինաստանի շուրջ ստեղծել այսպիսի շղթա երկրների, որոնք իրենց հետ համագործակցեն, մտնում է մեր տարածաշրջան, փորձում է այստեղ հաստատել որոշակի կայուն վիճակ, որպեսզի ունենա այստեղ աջակցություն։ Իդեպ Տրամփի վարչակազմը այդ առումով շատ ավելի ճկուն դուրս եկավ, քան դեմոկրատական վարչակազմը։ Այո, որտեվ չունի գաղափարական սահմանափակումներ, իրենք գործում են ելնելով իրականությունից։ Էլի դարձյալ ոնց որ այդ Թրամփի գալով այդ իրական քաղաքականության մուտքը եղավ դեպի աշխարհ։
միջև դրան բոլորը պետք է հաշվի նստեին որոշ ձևականության հետ, իր գալու հետ այդ ձևականությունը զգալիորեն նվազեց։ Այն միևնույնն է կա, որտեղ դա վերաբերում այդ ոնց որ դու պետք է միշտ ցուցաբերես որոշակի մեծ ուժերի նկատմամբ որոշակի հարգանքի վարքագիծ ցուցաբերես, որ չկորցնես հանկարծ վստահությունն իրենց կողմից, որտեղ վտանգավոր է դա, բայց մնացածի առումով բոլորը ուզում են հասկանան քո իրական նպատակները, քո իրական եւ որքան դու ավելի բաց ես քո իրական նպատակները բացահայտելու մեջ, որքան հետեւողական ես քո իրական նպատակները հետապնդելուց, այնքան քեզ հետ ավելի են հաշվի նստում։ Որքան դու ավելի ստում ես եւ ձևական ես, այնքան ավելի քիչ են քեզ վստահում, այնքան ավելի քիչ են քեզ տեղ տալիս քաղաքականության մեջ։ Եվ դա ի դեպ ասենք, եթե դուք նայեք Եվրոպայում, բոլորը հիմա խոստովանում են, որ Ֆինլանդիա, ամբողջ Եվրոպան եւ Հունգարիան առավել լավ դիրք ունեն հիմա, որովհետեւ երկուսն են շատ արագ հասկացան, որ պետք է զբաղվել իրական քաղաքականությամբ, ոչ թե ձևական։ Եվ սկսեցին ոնց որ իրական քաղաքականության մտածողությամբ առաջնորդվել իրենց գործողությունների մեջ։ Եվ միանգամից ձեռք բերեցին հեղինակություն, իրենց հետ հաշվի են նստում եւ այլն։ Իսկ նրանք, ովքեր դեռ ձևականի մեջ են, գնալով կորցնում են։ Անգաժավորված են գաղափարական այդ կլիշեների մեջ են, նրանց գործը դժվարանում է։ Խնդիրն ինչն է, ինչու է օրինակ նույն Հունգարիան կամ նույն Ֆինլանդիային հեշտ, որովհետեւ իրենց նաև Սլովակիային Սլովակիային եւ գնալով էլ ավելի որտեղ իշխանությունները փոխվեն, այնտեղ այդ նոր բանը կգա։ Ինչու, որովհետեւ նախորդ իշխանությունները պարտավորված են իրենց դիրքով, իրենց նախկին գործողություններով, այդ բոլորը իրենց պարտադրում է որոշակի վարքագիծ եւ իրենք չեն կարողանում դրանից դուրս գալ։ Իրենց շատ դժվար է առանց քաղաքական դեմք կորցնելու, բացարձակ եւ զրկվելու բացարձակ վստահությունից, ասել մեկ էլ գիտեք, ինչ մեր ամբողջ նախորդ քաղաքականությունը սխալ է, հիմա ամեն ինչ պետք է փոխենք։ Եվ դա իրականում, բայց դա լինելու է, վաղ թե ուշ բոլոր երկրներում լինելու է փոփոխություն, այլ մարդիկ են գալի իշխանության եւ իրենք գնալու են ավելի իրական քաղաքականության ճանապարհով, որը ի դեպ Եվրոպայի պարագայում շատ վտանգավոր է, որտեվ եթե նախորդ սերունդը քաղաքական գործիչների կառուցել են իրենց կարիերան միասնական Եվրոպայի գաղափարի շուրջ եւ իրենք այդ միասնական Եվրոպայի չինովնիկներն են կոպիտ ասած, իրենք այնտեղից են ձևավորել իրենց քաղաքական կապիտալը, ապա այս նոր եկողները շատ հաճախ իրենց խոսքով եւ գործով հարցի տակ են դնում այդ միասնական Եվրոպայի ավելի ազգայնական են։ Ես կասեի ոչ այնքան ավելի ազգայնական, որքան ավելի պահանջող բանի տեսակետից, պետության շահերի տեսակետից։ Ավելի շատ են նայում այս ամենին ոչ թե ընդհանուր Եվրոպայի բաներով, այլ իրենց երկրի։ Այո, առաջնահերթությունը դա ավելի շատ կարելի է ասել Brexit-ից չէ, սկսվեց ավելի։ Դա առաջին զանգը դարձավ։ Հա, բայց մնացած բոլորը դրան հիմա բացահայտ հետևելու են գնալով, նաև որովհետև դա տնտեսական առումով, ոչ քաղաքական, բայց գոնե տնտեսական առումով, այսպես սուզվող նավ է։ Մի շատ կարևոր թեմա կա, որը չեմ կարող ճանաչել պարզապես, երբ որ մենք խոսում ենք 30-40 առաջիկա տարիների փոփոխությունների մեջ, նաև տեխնոլոգիական զարգացումը եւ այստեղ մենք պետք է գանք արհեստական բանականության խնդրին, որը որ կարծում եմ դուք այստեղ էլ ասելիք կունենաք, ձեր կարծիքով արհեստական բանականությունը այսօր այն ոլորտներում այն ուղղությունը, որտեղ որ մենք տեսնում ենք, ավելի շատ դա չարիք է նոր մարտահրավեր է, թե դա հնարավորություն է։ Դուք ինչպես եք այս հարցին նայում։ Դա հետաքրքիր հարց է ու այդ հարցի մեջ կա երկու արամ, ու մեկը մյուսի հետ միշտ գտնվում է այսպիսի երկխոսության մեջ։ Երկփեղկվածություն կա։ Ու դա բնական է, որովհետև մի կողմից մարդկությունը միշտ էլ ինչ որ տեխնոլոգիաները հայտնագործել, հետո այդ տեխնոլոգիաները դեռ կրակն են եկել։ Հետո ժամանակ է պահանջել, որպեսզի մարդկությունը կարողանա ադապտացվել եւ հաղթահարել այդ տեխնոլոգիաների բերած բոլոր հետևանքները։ Եվ դրանք եղել են ոչ միայն դրական, այլ նաեւ լիքը բացասական հետևանքներ։ Օրինակ մենք հիմա ունենք փաստ, մի կողմ անգամ է դնենք արհեստական բանականությունը, որ այն, որ մենք հիմա ունենք տեխնոլոգիաներ, որի շնորհիվ ուտելիքը շատացել է աշխարհում, եւ այլևս եթե մենք ուղղակի վերցնենք ուտելիքի քանակը արտադրող եւ մարդկանց քանակը, ապա եթե մենք ունենայինք ճիշտ տնտեսական հարաբերություններ արդյունավետ, մենք չենք ունենա որևէ սոված մարդ։ Երկիր մոլորակի վրա մենք բոլորին կարողանանք կերակրել։ Ներկայիս ծավալների ծավալով արտադրությամբ, այո, բայց մենք ունենք ցավալի վիճակ, երբ որ մենք շարունակում ենք ունենալ բազմաթիվ մարդկանց, ովքեր սոված են եւ օրվա հացի խնդիր ունեն, եւ բազմաթիվ մարդկանց, ովքեր հիվանդանում են եւ մահանում են, շատ ավելի վաղ կարող են, որովհետեւ շատ են ուտում եւ գիրանում են եւ սխալ են սնվում եւ այլն։ Այդ մենք փաստացի անգամ այդ մի պարզ տեխնոլոգիական առաջընթացին, որը
էժան եւ արդյունավետ ուտելիքի արտադրությունն չկարողացանք համակերպվել ճիշտ կերպով։ Մենք արդեն իսկ որպես մարդկություն այդ ձախողումը ունենք։ Քննությունը տապալեցին կոնկրետ այդ հարթության վրա։ Հիմա արհեստական բանականությունը շատ ավելի ծանր քննություն է, շատ ավելի ծանր, որովհետեւ այստեղ մենք հարց հեռաչանում ընդհանրապես շատ սկզբունքային, թե մարդկությունը ինչ դերակատարում է ունենալու ապագայում։ Ու դա մի քիչ կախված է նաև թե տեխնոլոգիաները ուր կզարգանան, որովհետև այդտեղ էլ մի քիչ միանշանակ չի, բայց միայն արհեստական բանականությունը չի, որ մեծ ազդեցություն ունենա։ Իրականում 3 հանգամանք կա, որ հիմա շատ բան են փոխել։ Դրանցից մեկն է միայն արհեստական բանականության աճը, որը վաղուց կար, արհեստական բանականությունը 45 թե 50 տարի է անդադ զարգացման մեջ է։ Այս ուղղակի այնինչից մենք հիմա շոկավորվեցինք, դա GPT-ներն են, այս տրանսֆորմերներն են, որոնք յուրահատուկ կապ հաստատեցի մարդու եւ արհեստական բանականության միջեւ, թե չէ մինչ այդ արհեստական բանականությունը հրաշքներ էր գործում, ուղղակի մենք դրա մասին տեղյակ չէինք, որտեղ դա մեզ հետ շփման մեջ չէր իրագործվում։ Հիմա մենք տեսանք արդեն թե որքան կարող այն նաեւ նմանեցնել իրեն մարդուն։ Դա ընդհանրապես տեխնոլոգիա կիրառման ճյուղերից մեկն է։ Հիմա բոլոր այլ ճյուղերով էլ անդադ զարգացում կան, բայց բացի դրանից մենք ունենք եւս մի մեծ զարգացում, որը ջերմամիջուկային ռեակցիաների, կառավարի ռեակցիաների իրագործման շատ իրական դառնալն է։ Մենք արդեն գտնում ենք այն փուլում, երբ որ բազմաթիվ ընկերություններ աշխարհում, Չինաստանում խոսքը գնում է առնվազն մի 50-60 ընկերությունների մասին, ԱՄՆ-ում եւ Անգլիայում եւ Եվրոպայի որոշ երկրներում եւս կան այդպիսի ընկերություններ, որոնք արդեն մի քանի տարի աշխատում են այդ ուղղությամբ, որոնք ունեն կոնկրետ ֆինանսավորում եւ նպատակ 3-4 տարվա ընթացքում ստանալ ջերմամիջուկային էներգիայի աղբյուրներ, որոնք արդյունավետ կլինեն։ Նշանակում է իրենց ստեղծած էներգիան կլինի ավելի բարձր, ավելի շատ, քան իրենց կողմից ծախսած էներգիան այդ ռեակցիան կառավարելու համար։ Հենց որ դա եղավ, անգամ այդ տարբերությունը շատ մեծ չեղավ։ Մենք նոր դար ենք մտնելու, որովհետև ջերմամիջուկային էներգիայի ինքնարժեքը չնչին է։ Չնչին։ Մենք կունենանք աշխարհ, որտեղ այլևս աննարին կլինի սոված լինել։ Որովհետև մարդկությունը, մարդկության բարեկեցության մակարդակը միշտ կապված է եղել նրա հետ, թե որքան էներգիա է մարդկությունը կարողացել ստանալ բնությունից։ Եվ որքան ավելի շատ մենք էներգիա ունենք, այնքան որքան ավելի էժանային, ավելի հասանելի, այնքան ավելի բարեկեցիկ ենք մենք։ Մեզ համար, մեր երկրի համար, որպես ավանդական էներգիայի աղբյուրներով աղքատ երկրի համար, սա ինչ հնարավորություններ է բացում։ Ֆանտաստիկ, դա նշանակում է, որ մենք այլևս չունենք որևէ արբիտրաժ, որևէ դժվարություն դրանից, որ մենք չունենք նավթ։ Նշանակում է մենք ինչպես բոլորը կունենանք մեծ քանակությամբ էներգիա, որ մեր միակ միտքն լինի, թե ինչպես այն օգտագործենք, որովհետև այն լինելու է շատ էժան եւ հասանելի։ Իդեպ, պարոն Փոխջյան, վերջերս ամերիկյան շատ հայտնի ընկերությունը պայմանագիր էր ստորագրել Հայաստանի հետ եւ առաջիկա կարծում 26 թվականին լուրջ ներդրումների մասին է խոսքը լինելու, այստեղ գերհամակարգչի արտադրության համար այդ չիպեր արտադրելու պրոյեկտի մասին է խոսքը, նման մեգա նախագծերն առհասարակ որքանով է իրատեսական համարում այսօր մեր պայմաններում։ Դրանք միանշանակ օգտակար են, անգամ եթե դրանց արդյունքը մեծ չի, որտեղ Հայաստանը հայտնվում է քարտեզի վրա։ Դրանց ետևից գալիս են հետաքրքրված ներդրողներ, գումարներ եւ այլն, դու փոխվում է քո կարգավիճակը աշխարհում, դառնում ես այլ կարգավիճակով երկիր։ Ու դա ամեն դեպքում շատ կարևոր է։ Եթե դա անգամ չստացվի, լիք այլ բաներ կլինեն, որ կստացվեն։ Բայց պետք է լավ հասկանալ, որ այն չիպերը, որ այսօր տեղադրվում են այդ կենտրոններում, հաշվողական, որոնք պետք է ծառայեն արհեստական բանականության, դրանց կյանքի ժամկետը մի քանի տարի է։ Մի քանի տարի հետո դրանք փոխարինվելու են նոր սերնդի չիպերով, հետո էլ ավելի նոր, ու այստեղ արդեն երկրորդ հանգամանքն է գալիս, որի մասին ես ուզում եմ խոսել, որ այսօր արդեն մտնում է արտադրական փուլ, նոր մակարդակի տեխնոլոգիա, համակարգչային չիպերի արտադրության, որը հիմա չխորանամ դրա մեջ, բայց այն արդեն նույնիսկ ոչ թե ատոմական, այլ ավելի մանր մակարդակի, ավելի փոքր չափի միավորներով է կառավարում, էլեկտրոններով առանձին, որը կոչվում է սպինտրոնիկա, որը եթե կիրառվեց, եւ այդ սպինտրոնիկան ինչով է լավ, որ իրենով հնարավոր է ստեղծել արդեն մարդկային նյարդային համակարգերի նման համակարգեր միանգամից
չմիջնորդված ինչ որ հաշվողական հզորություններով եւ այլն ինքը այդպեսին է դրա էներգատարությունը հարյուրապատակ ավելի ցածր է քան այն տեխնիկան որ մենք ունենք հիմա եւ դրա արդյունավետությունը շատ ավելի մեծ է մի խոսքով մենք հիմա մտնում ենք մի դար որի մասին մենք չենք պատկերացնում անգամ որ ենք մտնում մենք ունենալու ենք մեծ հավանականությամբ խոսքը գնում է 90%-ից ավել շատ էժան էներգիա մենք ունենալու ենք հաշվողական հզորություն որը հարյուրապատիկ ավելի հզոր լինելու քան այսօր եւ մենք ունենալու ենք մարդկություն որը պետք է այդ ամենում իր դեր տեսնի ու դա շատ տարօրինակ դեր է լինելու մենք շատ անսովոր կյանքով ենք ապրել որ շատ տարբերվելու է այսօրվա կյանքից ժամանակը ցավալիորեն շատ քիչ է, բայց ես մի հարց էլ տամ արհեստական բանականության հետ կապված, նաև հետաքրքիր էր աշխատաշուկայի կոնյունկտուրայի մեջ ինչ փոփոխություն է դա մտցնելու աշխատաշուկայի կառուցվածքի մեջ, եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ մասնագիտություններ AI-ի հետևանքով փաստացի դառնում են ոչ պիտանի։ Գիտեք, մարդիկ միշտ վճարել են նրա համար ինչը սահմանափակ է։ Ինչն է սահմանափակ աշխարհում մարդու կյանքի ժամանակը եւ այն նյութերը, որոնք քիչ են։ Եթե նյութական աշխարհի մասին ենք խոսում։ Հիմա եթե մենք ելնենք դրանից, ապա մարդու կյանքի ժամանակը անգամ եթե երկարացվի, հավանաբար միջոցներ կգտնեն հիմա գիտնականները մարդուն ապրեսնել ոչ թե 100 տարի, 200 կամ ավել, բայց միևնույն է, այն մնալու է սահմանափակ։ Մենք ամեն դեպքում օրգանական նյութից ենք բաղկացած, որը հավերժ չի։ Իսկ դա նշանակում է, որ այն ինչ վերաբերելու է մարդկանց կողմից մի բան անելուն, երբեք գինի չի գործունի։ Մարդիկ այդպես են ստեղծված։ Ոսկին թանկ է ոչ թե որտեղ որ ոսկի է, որտեղ սահմանափակ է, քիչ է։ Ինչ որ քիչ է, միանգամից պահանջարկ ունի։ Եվ հիմա նշանակում է, որ մարդկային կյանքը ունենալու է այլ տեսակի պահանջարկ։ Հա, ռոբոտները գործարաններում ամեն ինչ արտադրում են անվերջ քանակի, շատ էժան, ու բոլորը ամեն ինչ ունենալու են ինչ որ պետք է ուղղակի ապրելու համար։ Բայց մարդկանց ձեռքով ստեղծածը մնալու է արժեք, որովհետև մարդկանց կողմից ստեղծած է, դրա վրա ծախսվել է մարդկային կյանքի ժամանակ, որը սահմանափակ ռեսուրս է, որը ամեն դեպքում անվերջ չի։ Կարող է շատ քիչ լինի, բայց քանի որ մնացած ամեն ինչը լինելու է ընդհանրապես անվճար, այն շատ ցածր գինը, որ մենք վճարելու ենք անգամ մարդկանց կողմից ձեռքով ստեղծած մի բանի, ես իմ շատ ուտելիքի, ինչ որ նկարներ, որ ձեռքով են նկարած, երաժշտության, որ համար են նվագում, եւ այլն։ Ամեն ինչը սերվիսը, որը էլի մարդկային է մնալու կամ մարդկանց կողմից է ներկայացվելու։ Այդ ամենը գին է ունենալու։ Իսկ դա շարունակում մարդիկ շարունակել են ապրել, ուղղակի տնտեսության մոդելն է փոխվելու, հուսամ դեպի լավը։ Շնորհակալ եմ, պարոն Փախշյան, այս դրական նոտայի վրա էլ թերևս ավարտենք մեր զրույցը։ Ես հիշեցնեմ, մեր հյուրն էր Այբ կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչյանյանը։ Կհանդիպենք։